Նոր մարզաբուժական կենտրոնը, ինչպես գիտեք, հանդիսանում է առաջատարը սրտային վիրաբուժության, մանկական սրտաբանության ոլորտում։ Անցյալ տարի օրինակ ունեցել ենք մոտ 35,000 մեծահասակ եւ մոտ 14,000 մանկական պացիենտների այցելություն, որոնցից 8,000-ը ստացել է ստացիոնար բուժում եւ ստացիոնար բուժման մոտ 60%-ը, այսինքն մոտ 5,000 պացիենտ հենց սպասարկվել է պետպատվերի սահմաններում։ Տարեստարի շրջանակը ավելանում է, իսկ 26 թվականին մտնելով ապահովագրական ոլորտ վստահ եմ, որ բավականին ավելի շատ պացիենտներ կստանան այդ բուժումը եւ դիմելությունը ավելի կմեծանա։ Երեխան, որ վիրատվել է, վերջերս բավականին դժվար ճանապարհ է անցել, ընտանիքի մեծ դիմեց սրտային բարդարատով, միջփորոքային միջնապատի մեծ դեֆեկտ եւ միջնախասրտային դեֆեկտ։ Մենք այդ ժամանակ շտկեցինք երեխայի արատը փակելով միջփորոքային մեծ դեֆեկտը, որը բավականին մտահոգիչ դեֆեկտ է։ Վիրատությունը հարթ անցավ, երեխան դուրս գրվեց հիվանդանոցից, բայց ժամանակի ընթացքում երեխայի մոտ զարգացավ միտրալ փականի նեղացում որպես արատ։ Ստիպված եղանք արդեն 1-4 տարեկանում երեխային տանել վիրահատության միտրալ փականի վերակառուցման։ Առաջ վիրահատությունն բժիշկ Հեբոյան Գագիկն է արել 7 ամսականում։ Հետո որոշեցինք, որ նորից պետքա վիրահատենք, միտրալ փականը վիրահատել է Հրայր Սահակիչը, պլաստիկավորել է, հիմա փառք Աստծուն, բալիկը շատ լավ է։ Հիվանդը, որ մեզ դիմել է աորտալ փականի անբավարարությամբ եւ բավականին մտահոգիչ սրտամկանով, արդեն բավականին ուշացած կարգավիճակում եւ մտահոգություն կար, որ հիվանդը նման ծանր վիրահատություն անցնելուց հետո բավական ռեզերվ չի ունենա վիրահատարանից ողջ տուն գնալու։ Երկար քննարկումներ արվեցին, վերջ-վերջո որոշեցինք, որ գնանք վիրահատության եւ փառք Աստծո վիրահատությունը լավ անցավ։ Պետք է նշեմ, որ երկու հիվանդներ պետական հոգատությամբ անցան այս ճանապարհները եւ երկու հիվանդի դեպքում էլ վճռորոշ էր։ Ոնց է Գրիգոր։ Համայնքի տվյալներով դուրս ենք գրվում։ Տեղափոխվել եմ այստեղ, բուժել են որոշ ժամանակ, բուժումից հետո բարդ վիրահատություն։ Անցապետված վերաշրջանում եւ շնորհակալ եմ բոլորից։ Իրականացնել եմ 8-րդ օրն արդեն վազում։